որն է գազանի դրոշմը եւ թիվը եւ ինչու են շատերը մոլորության մեջ ընկնում այս հարցի հետ կապված։ Գազանի դրոշմը եւ թիվը գրված է հայտնության 13-րդ գլխում 18-րդ խոսքում, այդ 666 թիվը որ ասվում է, եւ դրոշմը որ ասվում է, որ ով որ մերժի դրոշմը վերցնել եւ գազանի անունը եւ նրա անունի թիվը, նա չի կարող առնել ու ծախել։ Ինչի մասին է խոսքը։ Շատ մարդիկ ասում են, որ օրինակ հարանվանություններ եւ եկեղեցիներ կան, որոնք մերժում են անձնագիրը։ Ասում են, եթե անձնագիրը վերցրեցիր, արդեն իսկ դու մեղքի մեջ ես, 666, այո, 666 վերցրել ես, վերջ ու այդ մարդկանց համարում են մեղքի մեջ եւ աններելի մեղքի մեջ։ Ոմանք ասում են սոցիալական քարտն է դա, գիտեք այդ պատմությունները։ Ոմանք տարբեր բաներ են ասում, ոմանք ասում են ինչ-որ կոդա, որ ձեռքի վրա գրելու են, մեկ ասում է չիպա, որ դնելու են, անգամ ինտերնետում կարելի է շատ տարբեր վիդեոներ նայել, եւ ես խորհուրդ չեմ տալիս այդ վիդեոները նայել, որովհետեւ դրանք միայն շեղում են մարդկանց, ասում են սա է, հետո ասում են նա է, հետո այնպես շատ անորակ նկարած ու շատ համոզիչ կերպով մարդկանց ուղղակի խաղաղությունն են գողանում։ Հիմա ո՞րն է իսկականից այդ թիվը եւ այդ դրոշը։ Ես հիմա չեմ ուզում ինչ-որ վարդապետական բաներ ասեմ։ Ես եկեք Աստվածաշունչը կարդանք եւ հասկանանք, որը կարա լինի եւ որը չի կարա լինի։ Լավ։ Եկեք միասին բացենք Հայտնություն 13-րդ գլուխ։ Հայտնություն 13-րդ գլուխ եւ կարդանք ամբողջ հատվածը 11-ից 18 խոսքերը։ Հայտնություն 13 11-ից 18։ Եվ տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրից, եւ երկու եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման։ Եվ այն առաջի գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին եւ այնպես էր անում, որ երկիրը եւ նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վերքը ողջացել էր։ Եվ մեծ նշաններ էր անում, որ երկնքից կրակել էր վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջին, եւ մոլորեցնում է երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքով, որ գործի գազանի առաջին ասելով երկրի բնակվողներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վերքը ուներ եւ ապրեց։ Եվ տրվեց նրան, որ հոգի տա գազանի պատկերին, եւ որ պատկերը խոսի էլ եւ անի էլ, որ նրանք, որ չերկրպագեն գազանի պատկերին սպանվեն, եւ ստիպում է ամենքին, փոքրերին եւ մեծամեծերին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքում կամ նրանց ճակատումը, եւ որ ոչ ոք չկարողանա գնել կամ ծախել, բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի, կամ նրա անունի համարը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը համարի, որ մարտի թիվ է, եւ նրա թիվը 666 է։ Ինչ ենք մենք այստեղ տեսնում։ Տեսնում ենք, որ գազանն է գալու, եւ այս չարը ինքը գառան նման է լինելու, այսինքն ես այստեղից հասկանում եմ, որ ինքը սուտ Քրիստոս է լինելու, այո, սուտ Քրիստոս, որ շատ նշաններ է գործելու, երկնքից կրակ է իջացնելու եւ մեծ հրաշքներ է գործելու, որպեսզի մարդկանց մոլորեցնի։ Բայց ինչ է անելու, ինքը անելու է այնպես, որ գազանի պատկերին երկրպագեն մարդիկ։ Եվ ինքը ստիպելու է, որ մարդիկ դրոշմ դնեն իրենց ձեռքի վրա կամ ճակատի վրա։ Սա ոչ անձնագիրն է, ոչ սոցիալական քարտը, լսեք, ձեռքի վրա կամ ճակատի վրա։ Երբ որ կգան մեր ձեռքի վրա կուզենան ինչ-որ բան դնեն կամ մեր ճակատին,
մենք պիտի մերժենք դա։ Լավ։ Քանի դեռ մեր ձեռքին եւ մեր ճակատին ոչինչ չեն դրել, սա դեռ գազանի դրոշմը չի։ Գուցե քայլեր, գուցե այո, անձնագիրը քայլեր դեպի դրոշմը։ Գուցե սոցիալական քարտը եւս մեկ քայլ էր, որ մոտեցրեց դրան։ Բայց Աստված մեզ չի ասում մերժեք այդ դրանք, որ մոտեցնում են։ Աստված մեզ ասում է մերժեք դա, որ կդնեն ձեր ձեռքին կամ ձեր ճակատին։ Իհարկե, ամեն ինչը գնում է այնտեղ, որ կլինի մեկ ընդհանուր համակարգ, եւ ինչ-որ բան կդնեն քո ձեռքի վրա, որը կփոխարինի քո բանկային քարտը, քո անձնագիրը, քո գուցե, ես չգիտեմ, բայց մեզ այստեղ Աստվածաշունչը հետեւյալն է սովորեցնում, եւ մենք չպիտի դուրս գանք, լսենք ինտերնետի այս ինչ ասացին կամ չգիտեմ, այս ինչ քաղաքական գործիչին, որ դիվիդենդներ է հավաքում սրա մասին խոսալով։ Մենք պիտի լսենք Աստծո խոսքին, ասում է, եթե դու մերժես սա, դու չես կարողանալու առևտուր անես կամ ինչ-որ բան վաճառես։ Սա պիտի լինի քրիստոնյաների ուղեցույցը։ Դες բարի բուն իմաստով է, չէ՞։ Այո, բարի բուն իմաստով ասում է, եւ շատ նեղություն է լինելու, որովհետեւ դու չես կարողանալու վճարումներ կատարես։ Լույսի համար չես կարողանալու վճարես։ Չես կարողանալու քո ունեցածը, ասենք, մի, չգիտեմ, լորես աճացնում, չես կարողանալու դա տանես հանձնես։ Պետականորեն չես կարողանալու։ Չես կարողանալու հաց առնես խանութից։ Բայց Աստված հոգալու է։ Բայց սրա մասին չեմ խոսում։ Ես հավատում եմ, որ Տերը հոգալու է, ոչ ոք, ոչ մի արդար սովից չի մեռնել։ Ոչ մի արդար սովից չի մեռնել։ Պետական աշխատանքի չես կարողանալու տեղավորվես։ Աշխատավարձ չես կարողանալու ստանաս։ Բայց Աստված հոգալու է քո ապրուստը։ Գուցե ես դրա մասին հիմա չեմ խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, թե ինչն է, որ մենք պիտի մերժենք։ Մենք պիտի մերժենք, այսինքն գազանի նշանը, գազանի դրոշմը, դա մի բան է, որը ձեռքին կամ ճակատին է լինելու, որը մեզ, եթե մենք մերժենք, զրկելու է առնելու կամ ծախելու հնարավորությունից։ Ահա թե ինչը մենք պիտի մերժենք, եւ Աստծո խոսքը շատ հստակ է։ Իսկ թե ինչ է 666-ը, շատ ես որ ուսումնասիրում եմ, այնքան տարբեր մեկնաբանություններ կարդացի, այնքան տարբեր բաներ էին ասում աստվածաբանները, որ ոչ մեկին էլ չեմ ուզում անդրադառնամ։ Ինչ են ասում։ Չեմ ուզում անդրադառնամ։ Չեղարկի հենց այդ է ուզում, ասում գրած այստեղի իմաստությունը, որ միտք ունի, թող համարը, որ պարզ ասում է, հենց 666։ Այո, հենց 666 ասում է, եւ դա ընկալելի է լինելու, այստեղ ասում է ով միտք ունի, կհասկանա, այսինքն անհասկանալի մի բան չի, կգա ժամանակը եւ մենք պարզ կհասկանանք ինչ է 666-ը։ Բայց մեզ օգնելու է դրոշմը, որ ինչը մերժենք, 666-ը չեն բերելու մեր վրա գրեն, դրոշմ են դնելու, գազանի անունը եւ անունի թիվը։ Բայց ինչ է դա, որ մենք չենք կարողանալու առնենք ու ծախենք։ Այսա կգա ժամանակը մենք կիմանանք ու կմերժենք։ Այսա է պետք որ քրիստոնյաները իմանան։ Լավ մնացած բաներով մի ծանրաբեռնվեք։ Սուրբ Հոգին ամեն ինչ իր ժամանակին կհայտնի։ Ուղղակի դու պատրաստ եղիր հանուն Քրիստոսի չարչարվելու, հանուն Քրիստոսի հալածվելու։ Իսկ մի բան եմ ուզում ասեմ։ Եթե դու այսօր չես կարողանում հասարակ բաները թողես աշխարհից սկզբունքներով ես դեռ շարունակում ապրես, վստահ մի եղիր, որ վաղը, որ գա դու դրոշմը մերժելու ես։ Այսօր մեր փոքրի մեջ հավատարմությունը վաղը մեծ բանի մեջ հավատարմություն է դառնալու։ Ես շատ ոչ հավատացյալ մարդիկ եմ տեսել, որ ասում են մենք հաստատ չենք վերցնի այդ դրոշմը, որ գա ժամանակը։ Են էլ ոնց կվերցնենք։ Անես կհամոզի ես գառան նմանությամբ գազանը, որ դու չես էլ պատկերացնի, ասես հա դե ես հավատում եմ շատ եկեղեցիներ կսկսեն մարդկանց համոզել, ասել դա չի, վերցրեք։ Բայց ստիպելով չի լինի, տանջանքով։ Ստիպելով, տանջանքով, որ քո վրա դնեն էլ դա չի գործի։
դա մեղք չի, կարող է քո բռնեն քեզ, թևերդ կապեն ու դնեն։ Էդի այդ փրկությունը կորցնում ես այն ժամանակ, երբ որ դու բարեկեցությունը նախընտրում ես Աստծուն հնազանդվելուց։ Իսկ այդ դրածը կարաս հանես։ Կարաս այդքան տեղիդ կաշին պոկես հանես։ Դա խնդիրը չի։ Բայց երբ որ դու կամավոր գնացիր դրան, որովհետև նեղությունները քեզ վախացրեցին, բա ինչ պետք է անենք, բա մեր երեխեքը, հանուն երեխեքի, շատերը կհամոզեն, գիտես, հիմա մտքիս եկավ, կասեն, ոչինչ, որ ես դժոխք գնամ, հանուն իմ երեխեքի կգնամ, չէ, հանուն քո Աստծու, պիտի հավատարիմ մնաս։ Լավ, կգա ժամանակը, խոսքը մեզ ասում է 18-րդ խոսքը, որ ով միտք ունի կհասկանա, Տերը մեր մտքերը պայծառ պահի, չփակի մեր միտքը, որովհետև Աստված մտքերը փակում է։ Աստված է մտքերը փակում։ Երբ որ մարդը Աստծուն ճանաչելով, Հռոմեացիների 1-ին գլուխն է ասում, փառքը Աստծուն չի տալիս։ Աստված այս միտքը փակում է։ Հիմա եթե մեր միտքը բաց լինի, մենք շատ հանգիստ կտարբերենք, երբ որ ժամանակը կգա։ Լավ։ Ուղղակի պետք չի մարդկանց վախացնել, թե դա անձնագիրն է, սոցիալական քարտն է, դա չի։ Որտեվ անձնագիրը որ չունենաս, էլի կկարողանաս առնես ու ծախես։ Սոցիալական քարտ որ չունենաս, էլի կկարողանաս առնես ու ծախես։ Բայց երբ որ դրոշմը չունենաս, չես կարող առնես ու ծախես։ Փառք մեր Աստծուն, այսօրվա համար թող փառավորվի Տերը ամեն բանի մեջ եւ մեզ իմաստություն տա ու մեր մտքերը բաց լինեն։ Ողջ